Պարոն Աղազարյան, երեք պատիվ ունեմը հայտարարեց, որ չի աջակցում ձեր նախաձեռնությանը, նրանք ասում են, որ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյան երկու պրոյեկտն է, ձեր մեկնաբանությունը որն է։ Այո, ես տեղյակ եմ այդ հայտարարությանը եւ ընտրյալն է, որ ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քան կարող է գտնել հիմնավորելու համար կարող է գտնել տարբեր պատճառներ, առիթներ եւ այլն։ Բայց աջակցելու դեպքում եւ հետո Հայաստան Դաշնքի աջակցելու դեպքում եւ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք ինչ կարող ենք ունենալ։ Մենք կարող ենք ունենալ հետեւյալ պատկերը։ Էդմոն Մարուքյանը դառնում է վարչապետ 1 տարի ժամկետով։ 1 տարի, որովհետեւ 26 թվականին մենք բոլորս գիտենք, որ ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Այսինքն մասնակցորեն իրականանում է ընդդիմադիր մեր գործընկերների այս 4 տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից 1 տարով նշանակում էր վարչապետ, որ ուզում էին նշանակեին Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գարստանյանին եւ այլ տարբերակներ։ Եվ հիմա այդ 1 տարվա հնարավորությունը տրվում է։ 1 տարվա ընթացքում ի՞նչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը գնում է հանգստանում է 1 տարի, ընդդիմադիրները եւ Էդմոն Մարուքյանը երևի թիվան ձևավորում ներկայանում են ընտրողներին 26 թվականի ընտրություններից առաջ իրենց ծրագրերով պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում յուրաքանչյուրը ներկայանում է սահմանադրություն, Մինսկի խումբ եւ այլ ներկայանում է եւ ժողովուրդը 26 թվականին ձևավորում է իշխանություն ըստ այդ ծրագրային դրույթների եւ մենք հնարավորություն կունենայինք անցկացնելու պատմության մեջ, նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները։ Ինչու՞։ Որովհետեւ կա Էդմոն Մարուքյան վարչապետ, կա քաղաքացիական պայմանագիր մեծամասնություն, կա Հայաստան Դաշինք, կա Պատիվ ունեմ Դաշինք, կա Վահագն Հովակիմյան, Նիկոմից հարգված Կենտրոնական Տրական հանձնաժողովի նախագահ։ Որևէ մեկը այս ուժերից հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Սա շատ գեղեցիկ հեռանկար է, որ մենք չունեցանք։ Հիմա ինչ վերաբերում է Պատիվ ունեմի այսպես կոչված ներժման այս պահին, պետք է հայտարարենք, որ դա չի նշանակում, որ մենք գործընթացը դադարեցնում ենք, այդ գործընթացը մնում է բաց, եւ ես կարծում եմ, որ որևէ մեր երկրի համար միջև 26 թվականի ընտրությունները ճակատագրական հնարավոր ճակատագրական պահի կարող են եւ մեր ընդդիմադիր գործընկերները վերանայեն իրենց տեսակետը եւ միանալ նախաձեռնությանը։ Իսկ ինչու են մերժում ձեր կարծիքով Պատիվ ունեմը չի ուզում վարչապետ փոխի, որտեղ իրենք հայտարարել են, եթե վարչապետի տեխնացու լինի, առանց նախապայմանի կմիանան։ Դե ավելի լավ այդ հարցը իրենց տակ, որովհետև ես կդժվարանամ ես պատասխանել։ Ի սկզբանե առաջադրելով Էդմոն Մարուքյանի տեխնացությունը այնուամենայնիվ դուք մտավախություն չունեք, որ ընդդիմությունը այսպես կարձագանքի հաշվի առնելով, որ Մարուքյանը համագործակցել է Փաշինյանի հետ։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, առանցքի շուրջ հավաքված բոլոր քաղաքական ուժերը մասնակից են եղել մինչև 18 թվականի բոլոր ընտրությունների անցկացման կեղծիքի ձևով անցկացման ընտրակերտարարությամբ իշխանություն ձևավորելով այդ ճանապարհն են անցել եւ հետեւաբար մենք նաեւ այդ պատճառով պարոն Ասլանյանը եւ ես հայտարարել ենք, որ երբեք չեն համագործակցելու այդ ուժերի հետ եւ եթե նույնիսկ Էդմոն Մարուքյանի տեխնատությունը առաջարկած լինեն իրենք, ապա մենք նորից չէինք միանալու։ Հետեւաբար առաջադրեի հաշվի առնելով ընդդիմության վերաբերմունքը գուցե ավելի չեզոք մենք 7 տեխնացու ենք ունեցել նախնական քննարկումների ժամանակ, որից մեկը ձեր իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ 5 հոգի հայտնի քաղաքական տնտեսական գործիչներ անունից ես չեմ տալու կներեք։ Բայց ձեր շանսերն ավելի մեծ չէ, պարոն Աղազարյան։ Իմ շանսերը ամենաբարձրն են, Նարեկ ջան, բայց ես դες տղա չեմ ապել։ Ես դες տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ։ Իսկ տեխնացու փոխելու հնարավորություն կա օրինակ։ Իհարկե, տարած վաղ ուրիշ նախաձեռնությամբ հանդես գանք, ինչի մասն է խոսքը։ Կներեք ուրիշ ձևի տղան որն է։ Ուրիշ ձևի տղան Նարեկի տված հարցի պատասխանն է։ Պարոն Աղազարյան, Չնայած իմ հարցը ինչն էր խնդրալից, ես հարցնում եմ ձեր շանսերը ավելի մեծ չէ։ Ավելի մեծ է, իմ շանսերը ամենաբարձրն է, վաղ է պատասխանում հարցի, Նարեկ ջան։ Թե համակարգ չես դրվել։ Որովհետև ես ուրիշ ձևի տղա եմ, ուրիշ ձև եմ մտածում, դա համար ինձ չեմ առաջարկել։
Առաջարկել ենք պարոն Մարուկյանին։ Ալեն Սիմոնյանը երեք այսպես լուրջ չէր վերաբերվում, հա, ձեր տեխնացուին, ասում էր Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի քաղաքական միությունից է ծնվել Էդմոն Մարուկյանը։ Դուք ինչպես այս ամենին կարձագանքեք։ Նաեւ ասում էր մեր Էդմոն Մարուկյանը։ Դուք լավ կլինի ծանոթանաք երեկվա ժողովուրդ օրացերտին իմ տված հարցազրույցում, որտեղ ես ռեյտինգավորել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ մեր գործընկերների ըստ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատարմության աստիճանի եւ կարծեմ Ալեն Սիմոնյանը դա ամենաբարձր աստիճանում ունի 2.73 Նիկոլ ասում Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի Նիկոլին հավասար է 1 Նիկոլի բայց Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի հետեւաբար ես չանդրադառնում եմ բանը Իսկ տարբերակ ունեք փոխելու տեխնացուին թե այս ընթացքում Չէ, իրավաբանորեն այո, նորությունով այո, մենք կարող ենք փոխել, բայց մենք չենք փոխել։ Ես ասում եմ, ոչ, բացառված է։ Ես ասում եմ ձեզ, որ մենք օրենքը թույլ տալիս է։ Եվ մեզ փոխել տեխնացուին, եւ նոր նախաձեռնության հանձնական պատգամավորները, բայց մենք չենք փոխել։ Չի նշանակում, որ դուք նաև այս կերպել եք վիժեցին գործընթացը հաշվի առնելով, ասում եմ, ընդդիմության վերաբերմունքը Էդմոն Մարուկյանի նկատմամբ եւ դուք էլ նոր չերկեցիք, որ միանշանակ չի։ Ախր ավելի պարզված արտահայտվենք։ Չկա այնպիսի իրավիճակ, որ Ասլանյան, Հակոբը եւ Հովիկ Աղազարյանը միանան ընդդիմության տեխնացությանը, որովհետեւ մենք դա հայտարարել ենք։ Մենք ներողություն, մենք համեստ խելոք մեր տեղը նստած էինք։ Երբ որ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը հանդիսական այդ առաջարկությամբ։ Մենք էլի սուս-փուս մեր տեղը նստած էինք, որտեղ մենք մեզանից այդպեսի ուժ չենք ներկայացնում։ Հետո Հայաստան Դաշինքը ասում է, մենք տեխնատություն ենք, միանալու ենք ցանկացածին, պատիվորեն ասում է, մենք տեխնատություն ենք, միանալու ենք ցանկացածին։ Ես էլ մաթեմատիկայից, տեխնիկական ինստիտուտի տեխնատու եմ, մաթեմատիկայից շատ լավ։ Երբ որ գումարեցի, տեսա 34 է անում։ 34-ին գումարում ես 36, անում է 34-ին գումարում ես 2, անում է 36։ Էդի մաթեմատիկական գիտելիքները հնարավորություն տվեց քաղաքագիտական հանճարեղ քայլանելու։ Բան աղազարյան, հիմա եթե 30 կներես 36 հոգով Իրաք չեն նայել 36-ը, երբեք։ Հա, դուք 36 հոգով ենթադրենք հասակ այդ փուլին, հետո էլի տապալվելու է, չէ՞ գործընթացը։ Չէ, միանշանակ չի նայել, որովհետև երբ որ մենք հասնենք այդ փուլի եւ մտնենք խորհրդարան, ասեն մենք ավելի ազատ կլինենք։ 20 հոգի կգա եւ դեմ կողմ կքվեարկի։ 18։ Հավանականությունը հաստատ 0 չի։ Իսկ կան խոսակցություններ, Հաստատ որ որոշ իրենք իրոք կքվեարկեն բանալու։ Չէ, դա այդպես չի լինում, դա պետք է դու գաս ես կներկայացնեի պարոն Մարուկյանին հիմնավորումներ կբերեի, պարոն Մարուկյանը հանդիսգար ծրագրային դրույթներով հիմնավորումներ կբերեր, ակնհայտ է, որ վարչապետը հոգնած է կգնար մի տարի կհանգստանար կամ 6 ամիս կհանգստանար, այնպես 6 ամիսը կնվեր նախընտրական կամպանիա ինչ վատ բան են կարող։ Պետք է Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տալ այս մեկ տարվա ընթացքում, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ունի անվտանգության երաշխիքներ օրենքով սահմանված։ Պարոն Աղազարյան, եթե ընդդիմադիրները չեն միանում, այսինքն չեն վստահում Էդմոն Մարուկյանի որպես վարչապետի տեխնացու, դեռ մի կողմ թողնենք, իրենք կվստահեն, չեն վստահ։ Դուք կարծում եք Մարուկյանը այն կերպարն է, որ հասարակության կողմից վստահություն ներշնչող մարդ է, կարող վարչապետի տեխնացու լինել, այսինքն Էդմոնի վստահությունը հանրության շրջանում։ Հանրությունը շատ ժամանակ նախ ես գտնում որ ինքը իր մակարդակով ամեն ինչով բավարարում է։ Իսկ հանրությունը համախմբում է մի գաղափարի շուրջ, որտեղ տեսնում է, որ այդ գաղափարը տանում է դեպի տաճար։ Այդ գաղափարը տանում է դեպի տաճար։ Հիմա եւ Էդմոն Մարուկյանը, եւ պարոն Ասլանյանը, եւ ես կներեք, այդքան պարզունակ չենք, որ մտածենք մենք տեխնատու առաջացնենք եւ գլխապատար գայինք ստորագրեի։ Մենք ունենք նաեւ պլան B։ Մենք պլան B կաշտացնենք։ Առաջիկայում կասվի պլասին։ կարևորը պլանն է։ Իդե պարոն Աղազարյանը միացել է ձեր նախաձեռնությանը։ Չգիտեմ, առանց չեմ նայել հոգեզ ստորագրել։ Եվ պարոն Ասլանյանից բացի այն մարդը ստորագրել այդ նախաձեռնությանը։ Դեռ ոչ։ Իսկ բացքան որ է ստորենքով լինելու։ Միջև կպահենք միջև 26 թվականի հունիս։ Պարոն Աղազարյան, Ռոբերտ Քոչարյանը 48 ժամով իրեն վարչապետի տեխնացու զգալու մասին ակնարկը հաստատ ուղղել էր Էդմոն Մարուկյանին չպատասխան։ Իհարկե, ես Ռոբերտ Քոչարյանի մասին, որպես անձնավորության մասին միշտ էլ բարձր կարծիք եմ եղել, եւ երբ որ ինքը եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի, Վագներ Սարգսյանի կողմից
եկավ հրավիրվեց Հայաստան, որպես վարչապետ, ես այն ժամանակ էլ շարունակում էի նկատմամբ շատ բարձր կարծիքի լինել, մի անգամ էլ նույնիսկ ինքը հրավիրել էր ճաշկերույթի ինձ, այո, մի քանի հանձնաժողովների ընդունության հետ կապված, հանձնաժողովների նախագահների շրջանակներում, ասենք նորմալ, բայց ինքը գնաց սխալ ճանապարհով։ Ինքը գնաց սխալ ճանապարհով եւ ես ասում եմ լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ։ Նիկոլը թալանել է, դա չի ասել, բացել ո՞նց արնում, ասում եմ չի ասել։ Իր ասածը դա է նշանակում։ Լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ։ Որոշները քան այսքան թալանել։ Լավ ենք արել, Արցախը տվել ենք, բայց դուք ինչ եք բանը տվել, ղարսը տվել։ Այդ նարատիվներից պիտի դուրս գանք, թալաներից պիտի պատասխան տաս, ով թալանով պիտի պատասխան տա։ Տեխնացուի մասով բնականաբար հեգնել է, պարզաբար հեգնել է, պարոն Մարուկյանի տեխնացիան ինքը հեգնել է, բայց հիմա իրանց դեմքն պատրվում է։ Իրանց դեմքերը պատրվում է։ Մենք ունենք մի հատ իրավիճակ, պարոն Մարուկյանը իր բանը երեկվա լայվում շատ գեղեցիկ միտք արտահայտեց, որ քաղաքական մոնոպոլի արտահայտություն։ Ես մի քիչ ուրիշ ձևի էի ներկայացնում, մենք ունենք մի հատ իրավիճակ, իշխանության կայունության իրավիճակ։ Մի սյունի վրա զողադրված մի ծայրում իշխանություններն քաղաքական պայմանագիրը մի ծայրում Անդիմությունը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրար հավասարակշռում են, իրար պահում են։ Այս սյունը պետք է տակից հանել, այդ հավասարակշռությունը խախտել, քաղաքական դաշտը գեներացնել որոշ էներգիա եւ Հանող Էդմոն Մարուկյանն է։ Աջան Սյունը հանող Էդմոն Մարուկյանն է։ Կարևոր չի թող գահնի, կարևորը որ հանվի։ Բայց ինչպես ստացվեց, որ դուք գնացիք ու կանգնակ մի մարդու տեխնացության վրա, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել էր հատուկ հանձնարարություններով դեսպան։ Էդմոն Մարուկյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, Էդմոն Մարուկյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Էդի ձեր հասկանալով է այդպես։ Դուք գիտեք թե ով որ մեկին աշխատում որ պիտի հավերժ իրա ծառան լինի կամ հավերժ իրա կամակատար լինի։ Բայց ինչի Լևոն Տեր-Պետրոսյանը այսքան ճանապարհ անցնելով Նիկոլ Փաշինյանը ինչի ասենք դուրս եկավ այդպես կոչված շրջանակներից։ Ոչ մեկը իհարկե ոչ մեկի ծառան չի։ Ես ամբողջ կյանքում երեխա վախվանից ասել եմ, այն որ ես պիտի падգամավոր դառնամ 18 թվականին, դրա էական մեծ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանը, ինչքան ասեցինք, չհոգնեցինք, այդքան բանն ասեցինք, բայց մենք զրո չենք, մենք էլ մեզանից ենք արժեք ներկայացնում, այդ է հարցը, հիմա ինչքան արժեք ենք ներկայացնում, այդքանով արժեք ենք ներկայացնում, այդքանով մենք կարողանում ենք դրսևորվենք, և հետևաբար Լարին ջան, որևէ մեկի, ծառան չի, այսօր պետական հանցագործություն որ Հայաստան խմբակցությունում եւ պատիվ ունեմ դաշինքում ընդհանրապես կան մարդիկ, անհատներ, որոնք հնարավորություն չունեն իրենց նպաստը բերեն պետության զարգացմանը, իրենց մակարդակով, իրենց գիտելիքներով։ Դա պետական հանցագործություն է։ Մենք այդ ամենը պիտի ջարդենք։ Պարոն Աղազարյանից կփորձեք հենց կուսակցության լիդերների, քաղաքական լիդերների հետ հանդիպում ունենալ, օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, փորձեք իրենց ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրել։ Մենք ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրում ենք ձեր նման կարևորագույն ֆունկցիա կրող սուբյեկտների հետ շփվելով։ Լավ ձևակերպեցին Արիժան նախատեսում։ Շնորհակալ բարի մոտայրվել ապահով։ Վարդան լավ հետո միջանցություն։ Ահա չկա։ Սա չի